Բարև ձեզ։ Այսօր Անգելինա Վարդանյանի հետ բացահայտում ենք Միասնության ձևեր կուսակցության տնտեսական պլատֆորմի 7-րդ ուղղությունը՝ թվային դրամ։ Ինչ է թվային դրամը։ Թվային դրամը ազգային արժույթի թվային ձևն է, այն դառնում է դրամի երրորդ ձև, կանխիկի եւ անկանխիկի կողքին, լիարժեք հավասարազոր մեկին մեկ փոխարկելի դրամին։ Սա նշանակում է, որ վճարումները դառնում են ավելի վերահսկելի, հետագծելի։ Թվային դրամը ոչ միայն նոր տեխնոլոգիա է, այն ֆինանսական համակարգի կառավարման նոր մակարդակ է։ Ինչու եք բարդացնում մեր կյանքը։ Մենք չենք բարդացնում, ընդհակառակը պարզեցնում ենք։ Այսօր համակարգը շատ բարդ է, անհասկանալի։ Մենք դա փոխելու ենք, սարքելով այն ավելի թվային, պարզ եւ կանխատեսելի։ Երկարաժամկետ ընթացքում կյանքը դառնում է ավելի հեշտ եւ արդար։ Միթե անկանխիկ գործարքները այդ հնարավորությունը մեզ արդեն չէին տալիս։ Մասամբ այո, բայց ոչ ամբողջությամբ։ Անկանխիկ գործարքները վերահսկելի չեն, իսկ թվային դրամը ունի հետագծելիություն եւ վերահսկելի է։ Իսկ ով վերահսկելու եւ ինչպես։ Թվային դրամը վերահսկվելու է կենտրոնական բանկի կողմից, օրենքով սահմանված կանոններով։ Շրջանառությունը եւ գործունեությունը եւս վերահսկվելու է կենտրոնական բանկի կողմից, ասելով վերահսկվելու է կենտրոնական բանկի կողմից, ոչ թե նկատի ունենք մարդկանց քմահաճույքով վերահսկողություն, այլ կոնկրետ տեխնոլոգիաներով վերահսկողություն։ Թվային դրամը Հայաստանից դուրս կիրարկելի լինելու է։ Նախնական շրջանում ոչ, քանի որ թվային դրամը ստեղծվելու է պետական գնումների եւ վճարումների համար։ Միջին եւ երկարաժամկետ հեռանկարներում հնարավոր է, որ թվային դրամը ինտեգրվի այլ երկրների թվային արժույթներին եւ դուրս գա արտաքին հարթակ։ Թվային դրամը բիթքոյնից եւ մյուս կրիպտո արժույթներից ինչով է տարբերվում։ Թվային դրամը պետական արժույթ է, դրամին մեկին մեկ փոխարկելի եւ վերահսկվելու է կենտրոնական բանկի կողմից։ Իսկ բիթքոյնը ունի բարձր տատանումներ, ունի հստակ վերահսկողություն, ունի պետական երաշխիք։ Թվային դրամը պետական փող է, իսկ բիթքոյնը ռիսկային ակտիվ։